Սրտանց ասենք բարդ Տեր Հիսուս Քրիստոսը։ Ամեն Տեր Հիսուս։ Եվ ահրան և բարքերի բանստան։ Երբ երկուրի շատ երկար չեմ ուզի կարճ որդուրական խոսքեր պիտի ասեմ կարճ որդուրական։ Սա գրված է Ղուկաս ավետարան 13-րդ գլուխ 22 խոսքից։ Ղուկաս 13 գլուխ 22 խոսքից։ Կարդում եմ ինձ համար և բոլորիս համար։ Եվ քաղաքները ու գեղերը պտտելով կսովորացներ, Տեր Հիսուսը քաղաքները գեղերը պտտելով և սովորացներ, այսինքն ավետարանը քարոզում էր, և դեպի Երուսաղեմ ճամփա կեներ, և մեկը այդ քարոզներից հետո մեկը մոտեցավ և ասավ նրան. Տեր, քիչ որ են անոնք, որ պիտի փրկվեն, այսինքն չափ ինչքան փրկվողների չափը ուզեց իմանալ. Ինչքան է որ ինչքան մարդիկ է որ պետք է փրկվեն։ Անիկա լսավ նրանց. ջանք արեք, որ նեղ դռնեն մտնեք։ Ջանք արեք, ջանք, որ նեղ դռնից մտնեք։ Քանզի կսեմ ձեզ որ շատերը մտնել պետք է ուզեն ու պետք է չկարողան։ Տեսեք ինչի համար չեն կարող մտնել։ Նրանից հետև անկե հետև եւ տանուտերը ելնե ու դուռը գոցե եւ դու կսկսիկ դուրը կենար և զարներ, դուրը զարներ, և ասե, Տեր, բաց մեզի անան պատասխան տալով, պետք է ասել, ձեզ չեմ ճանչնալու ուժկեիք, և ոմանք պետք է ասել, այն ատեն պետք է սկսիկ ասել, մենք ու արջևետ կերանք ու խմեցինք, կեզ հետ այսիկն սեղան է մստել, կերել ենք, խմել ենք, հաց ենք կերել, դուն մեր փողոցներում ենք մեր սովորեցուցիր, Միջ անգամ փողոցների մեջ մեզ սովորացրել ես, այսինքն ավետարան քարոզել ես մեզ։ Եվ անիկա պիտի ասել, ձեզի կսեմ, ձեզ չեմ ճանչնալ ուժգեք, մեկնի կեցեք ինձ մեկ բոլոր անիրավություն գործողներ։ Ոմանք էլ կարող ասել, Աստված չանի, որ ասել, մենք քանի տարի, քանի ամիս եղել ենք վերականգնողական կենտրոնում։ Տերը պետք է ասի, խոսքը դուք ուր եք, պահի չեք պահի։ Նրանք փաստորեն չարտարացան, որ Տիրոջ հետ սեղան են նստել, Վերջ փողոցների մեջ եղել է Քրիստոսի քարոզները լսել են, բայց նրանք չփրկվեցին։ Գիտեք, շատ կարևոր է սա։ Տեր Հիսուսը, որ եկավ աշխարհ, նպատակը, որ մարդկանց հոգիները փրկելու։ Ինքը այդ նպատակի համար եկել։ Իր բոլոր քարոզները եւ առաքյալների խոսքերը հիմնական, ինչպես ձեր կյանքում որ Աստված հրաշքարել, միայն մի նպատակի համար, որպեսզի մեր հոգիները փրկվեն։ Գիտեք, ամեն մեկը ես պետք է խորը գնահատենք։ Եթե մենք չկարողանանք գնահատել այս խոսքը շատ կարևոր է, սա անձնական է, ամեն մեկը պետք է հասկանա։ 103 Սաղմոսի առաջի խոսքից, 103 Սաղմոս առաջի խոսքից, այսպես ասում, սա անձնական է։ Ով իմ անձս որդի Տերը, այն ամենը, որի ներսիդես է, անոր սուրբ անունը, ով իմ անձս որդի Տերը, Եվ անոր բոլոր ուշադիր լսենք, բարյարությունները, չի ասեմ մենակ բարությունը, բարյարությունները, այսինքն որ շատ են եղել, մի մոռնար, որ կքավե բոլոր անիրավությունները, կբժշկեք բոլոր հիվանդությունները ու կփրկեք քո կյանքդ ապականությունը եւ կպասակեք քեզ ողորմությունով եւ գթությունով։ Եղբայրներ, շատ կարեւոր է, եթե ամեն մեկը որ չգնահատի ինչպես եղբայրները հորդորեցին, լավ հորդորեցին, եթե մենք չգնահատենք Տիրոջ առած բոլոր ողորմությունը, թե Տերը մեզ որտեղից բերեց, մենք կորսնելու ենք։ Առաքյալն ասում է, մենք հետ չենք քաշվի, որ մեր հոգին կորսնի։ Մենք հավատանք, որ մեր հոգին փրկվի։ Գիտեք, փրկությունը շատ կարևոր է սա։ Աստված մի նպատակն համար է կանչել, որ մենք կարողանանք ինչ անել, հավիտենական կյանք ժառանգել։ Երկնային կյանքը հավիտենական է, տանջանքը հավիտենական է։ Շատերը գիտեք ինչքան եղել են դեպքերից, եթե եղբայր կամ եղբայրներ, կավիկ եղբայր, ինչքաներ եղան, որոնք եկան չգնահատեցին, գնահատեցին, թողեցին իրականորական կենտրոնը, թողեցին Աստծո խոսքը, բայց մահացան գնացին։ Հոբն ասում է, երբ որ երբ որ ծառը կտրվում է, կողքից լույս կա, երբ որ ջուրը հասնում արմատին, նորից կողքից շուռ է լինում, ծառը դառնում, բայց մարդու կյանքը, որ գրված է, մեկ մահ եւ մեկ դատաստան։ Շատ կարևոր է գնահատենք ասորած բարյարությունները։ Ես վարորդական որ սովորում եք իմ հայրիկով դպրոց կար։
մի հատ դասատու կար, երիտասարդ տղա էր, պաշտոնավոր մեկը գիտեք ինչ էր անել, իր մեր հետ տեղավորել, ինչի համար, որտեղ ովքեր օրին է, տարիքարազները գիտեք, իր հայրիկի տապով գետ էր գնում։ Այդ պաշտոնավոր երեխան ընկել էր գետը, երիտասարդը խեղդելուց փրկել էր։ Այդ անձավորությունը հայրը խորապես գնահատել էր այդ երիտասարդը, որ գցել իր անվտանգի մեջ, իր երեխային փրկել էր չէր խեղդվել։ Վերել տեղավորել էր։ Կան դեպքեր, երբ որ լավություն են անում, մարդիկ շատ են գնահատում։ Փրկում են կրակից, փրկում են խեղդվելուց, կամ տարբեր տեղերից, մայից, վերջը, կամ ոմանք գնահատում են, ոմանք չեն գնահատում։ Մենք Աստծո արածը ինչքան որ գնահատենք, այնքան ինչ եք շատանա մեր կյանքում, ով կար ասել։ Օրհնություն եք շատան այո։ Տերը գնահատում, ովքեր որ մեծ խորապես է գնահատում, Աստված իրանց կյանքում անավորում է։ Երբեք մի մոռացեք, թե ինչ կյանքի մեջ եք եղել, ինչ կյանքի մեջ լինելով Աստված բերել է։ Մի հատ թագավոր գիտեք ինչ եղել։ Աղքատ կյանքից դառել է թագավոր։ Եվ գիտեք ինչ խիտարկիր խելացի մարդ եղել։ Իր աղքատի շորերը, զգեստները, կոշիկները հատուկ սնդուկի մեջ պահել է, ամեն անգամ գալիս ինքը նայում է, թագավոր ինքը գալիս ինչի մարը բացում որ նայի, որ հասկանա վերջերջով, որ աղքատ կյանքից դառնել թագավոր, որ կարողանա հասկանալ աղքատի կյանքը, դեղյալի կյանքը, դժվարությունները, պրոբլեմները։ Հիսուսով եղբայրներ քույրեր, թող Աստված օգնի, շատ չեմ ուզում երկարացնել, Նոյը երբ թագավորը սարքեց այդ դուռը եկավ ժամանակ փակվեց։ Աստված իմ ապաշխարության դռները բացել։ Եվ ոչ թե միայն մտածեք ձեր միան ձեր փրկության համար, մտածեք ձեր նման, որոնք ժամանակի ինչ կյանք ապրել եք, ինչքան կա որոնք իրոք որ կանգնած են մահվան առջև, կամ կորստի առջև, դատապարտության առջև, դժոխքի կրակների առջև կանգնած են, ով դրանց պիտի օգնի։ Առակացի մեջ գրված է, փրկեք նրանց, որոնք կորսվելու են տարում, եւ մահվանից ազատելու նրանց, որոնք մրգում են կորուստ, որոնք պատկասա մեղքով կորուստ են գնում, նրանց պետք է օգնել։ Ինչպես եղբայրները ձեզ օգնեցին, ովքեր սովորաբար քարոզիչներ են։ Այստեղ մի երկու տեղ ուզում կարդալ եւ պետք է պահոտ կանենք։ Եբրայեցիս 10:36, Եբրայեցիս 10:36, Պասանսի գրված է պետք է ձեզի համբերություն, պետք է մեզի համբերություն մեր ամեն մեջ, որպեսզի Աստծո կամք անելով, Աստծո կամքով ապրելով, այսինքն ինչ անենք, խոստմունքները վայելենք, ովքեր Աստծո կամքի մեջ են ապրում, Աստծո բոլոր խոստմունքները պիտի վայելեն, անպայման պիտի վայելեն։ Ովսյան մարգարեացել է, Ովսյան 10:12, ով է իմաստուն, որ ասոնք հասկանա, իմաստուն եւ խելացով է, որ ասոնք հասկանա։ Տիրոջ ճանապարհները շիտակ են, ու արտարները ամուսնեջ պիտի քայլեն, իսկ հանցավորները ինչ պիտի անեն, հանցավորները պիտի գլորեն, չեն կարող տեղացնել։ Ես խնդրում եմ ձեզի, Աստված օգնի ձեզ, եղեք ջերմեռանդ հավատացյալներ, եղեք նվիրվածներ Աստծուն, սիրեք Տիրոջը եւ գնահատեք իր արած բոլոր ողորմությունը, գիշեր ցերեկ Աստծուն պարտենք։ Ամեն անգամ տեսնելով մեղավոր մարդկանց, չլին անգամ դատեք կամ վերևից խոսեք, այլ միշտ այդպեսի դեպքեր կլինեն Աստծուն ավելի պարտեք, դեր ես էլ իր կողքին եմ, ես էլ իր նման, այդ ինչ մեծ ողորմություն արեցին ինձ գտացի, հավատքդ Աստծուց պաշտեն է, դրա համար վերջի խոսքը Տեր առաքյալն ասում է, մոտեցեք Աստծուն, ճշմարիտ սրտով, լեցուն հավատքով, ճշմարիտ սրտով, լեցուն հավատքով, ինչքան կմոտենաք Աստծուն, ուղիղ սրտով, մաքուր սրտով, լեցուն հավատքով մոտեցեք Աստված ձեր աղոթքին, պիտի պատասխանի, Տերը ձեզ կօրհնի եւ ամեն հարցերի լուծումը կտա ձեզ։ Մենակ խնդրում եմ ձեզ աղոթքի կյանք ապրեք։ Նվիրվեք Աստծուն, սիրեք Տիրոջը, Աստծուց շատ օրհնություն կստանաք, կանգնեք աղոթք անեք, Աստծուն փառք տանք, որտեղ դարձած